Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը և պարոն Ֆարմանյան, ես կարծում եմ, որ դուք ձեր պատասխանների մեջ առնվազն մասամբ անկեղծ չէիք, որովհետև պատասխանելով իմ գործընկեր պարոն Եղոյանի հարցին հայտնի մեխանիզմների և սխեմաների վերաբերյալ, դուք ասացիք, որ չեք լսել նման բան և որ ամենակարևորն է, չգիտեք, թե ճարտարապետները այդ սխեմաների ովքեր են։ Ես կհուշեմ, թե ովքեր են այդ սխեմաների ճարտարապետները, պարոն Ֆարմանյան, նույն այն մարդիկ, ում դուք պատրաստ եք հաճույքով բարևել ձեր նախկին ղեկավարներին և կարծում եմ, երբ խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, խոսքը գնում է հենց այսպիսի սխեմաների մասին և ես հենց սա նկատի ունեմ, որ դուք այնքան էլ անկեղծ չեք, որովհետև համակարգային կոռուպցիան ըստ էության մի երևույթ է, որը ենթադրում է բոլորի կողմից այդ սխեմաների մասին իմացությունը։ Եվ ես վստահ եմ, որ դուք այդ սխեմաների մասին քաջատեղյակ եք եղել։ Պարոն Ֆարմանյան, դուք խոսում եք ձեր պատկերացրած տնտեսական մոդելի մասին, որը ըստ էության չեք հրաժարվում շարունակել կոչել լիբերալ, և բերում եք օրինակ, թե դա գործնականում ինչ է նշանակում, ասում եք, որ օրինակ մենք այս պահին ունենք խնդիր Ռուսաստան դեպի արտահանման հետ կապված, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի պայմանականորեն Եվրոպա դեպի արտահանումը հեշտացնենք, մի բան, որ ըստ էության այս պահին մեր կառավարությունը իրականացնում է, բայց ուզում եմ նշել, որ ձեր դիրքորոշումը հակասում է ձեր խմբակցության ղեկավարի դիրքորոշման հետ, ըստ ում դուք նախատեսում եք ստեղծել 300,000 աշխատատեղեր, ենթադրվում է միջամտել տնտեսության մեջ այնքան, որ ընդհուպ մինչև գործարաններ և նմանատիպ օբյեկտներ բացելով։ Կարծում եմ, դուք պետք է այս հարցի վերաբերյալ ձեր ֆրակցիայի ներսում կողմնորոշվեք։ Դուք մեզ մեղադրում եք հակառուսականության մեջ, ասում եք կտրում եք այն ճյուղը, որի վրա նստել եք, և ասում եք, որ երբ խոսքը գնում է հյուսիսից գալացող վտանգների մասին, դուք լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը, բնականաբար Վրաստանի մասին չի, և ըստ այդմ դա ձևակերպում եք կամ բնութագրում եք որպես կտրել այն ճյուղը, ինչի վրա նստած ես։ Այստեղ գաղտնիք չկա, պարոն Ֆարմանյան, և եթե դուք փորձում եք համոզել մեր հանրությանը, որ մենք ինչ-որ ձևով փորձում ենք քողարկել հյուսիսից գալացող վտանգները, այդպես չէ։ Ես հակընդդեմ հարցով ձեզ եմ ուզում դիմել, իսկ դուք չգիտեիք, օրինակ նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ բոլոր ռիսկերի մասին, որոնք գալիս էին հենց կոնկրետ հյուսիսից։ Դուք ձեր խմբակցության պատգամավորները գիտեք, թե չգիտեք։ Հա, չգիտեք։ Դուք փաստորեն նույն կերպ չգիտեք, ինչպես և չէիք իմանում փաստորեն այն սխեմաների մասին, որոնք գործում էին պետեկամուտների կոմիտեում այն տարիներին, երբ որ դուք աշխատում էիք այնտեղ։ Մենք և մեր հասարակությունը գիտենք, պարոն Ֆարմանյան։ Դուք ասում եք, որ հնա աճի հիմնական կատալիզատորը հանդիսանում է ռուս-ուկրաինական պատերազմը, և դրան եք վերագրում մեր հնա աճը 18 թվականի հեղափոխությունից ի վեր։ Պարոն Ֆարմանյան, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2019 թվականի ուրեմն Հայաստանի Հանրապետության հնա աճը կազմել է 7,6%, ինչը այդ միջին միջակայքում է վերջին հետհեղափոխական Հայաստանի հնա աճի համատեքստում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին ռուս-ուկրաինական պատերազմ չկար։ Եվ ես հարց ուղղեցի ձեզ եկեղեցում տեղի ունեցողի հետ կապված, թե արդյոք ձեր կարծիքը կփոխվի այն պարագայում, եթե իմանաք, որ ձեր կաթողիկոսն այնուամենայնիվ ունի զավակ, դուք ասացիք, որ եկեղեցական կամ ներեկեղեցական գործընթացները աշխարհիկ միջավայրում քննարկման ենթակա չեն։ Պարոն Ֆարմանյան, ես այստեղ ակամայից հիշեցի ձեր խոսքը նույն այս ամբիոնից, որտեղ դուք խոսում եք երկրակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության մասին և դրա վտանգավոր հետևանքների մասին։ Հիմա երկակի ստանդարտ է սա, արդյոք թե ոչ։ Մենք խոսում ենք
եկեղեցականների կամ եկեղեցականների քողի ներքո գործունեություն ծավալող մարդկանց մասին, ովքեր բացեի բաց զբաղվում են քաղաքականությամբ, անում են քաղաքական հայտարարություններ, մտնում են դաշտեր, որտեղ իրենք ըստ էության որևէ իրավունք չունեն մտնելու, հղում անելով այդ թվում սահմանադրության եւ օրենքների տարբեր դրույթների։ Հիմա այս պարագայում խնդիր չկա, իրենք կարող են մտնել քաղաքական պայքարի մեջ եւ զբաղվել քաղաքականությամբ, բայց այս միջավայրում եւ այս դահլիճում քննարկելը նույնիսկ այդ հարցերը դուք համարում եք անթույլատրելի։ Ես կարծում եմ, որ սա առնվազն երկակի ստանդարտների դրսևորում է պարոն Ֆարմանյան, եւ դուք առաջարկում եմ լինեք հետևողական ձեր իսկ ուրեմն գնահատականների եւ ձեր իսկ մոտեցումների մեջ։ Եվ շարունակելով իդեպ այս թեման եկեղեցու հետ կապված, մեր գործընկերները մի մարտավարություն են ընտրել այս նիստերը խաթարելու ամեն անգամ, երբ հնչում է նշյալ անձի անուն ազգանունը ըստ իր ավազանի, եւ այստեղ տարօրինակ մի բան կա, որը երևի մեր հայրենակիցները այդքան էլ չեն նկատել։ Քիչ առաջ այստեղից մեր պատգամավոր գործընկերները տասնյակ խնդիրներ բարձրացրեցին այդ մարդու հետ կապված, ընդ որում ծանրակշիռ բավականին մեղադրանքներ, այդ թվում զավակ ունենալու հետ կապված, նույն ինքը ուրեմն կուսակրոնության ուխտը խախտելու հետ կապված, այլ երկրի գործակալ լինելու հետ կապված, բիզնես գործունեություն ծավալելու հետ կապված, շատ ավելի բովանդակային ու խնդրահարույց թեմաներ։ Եվ եթե նկատել եք, հարգելի գործընկերներ, ոչ մի մեղադրանքից հետո այս ակցիան տեղի չունեցավ։ Բայց հենց անուն ազգանունը տալիս ես, խառնվում է ամբողջ դահլիճը իրար։ Ինչով է սա պայմանավորված։ Իմ գնահատականը, հարգելի գործընկերներ, հետևյալն է, որ երբ իրենք խոսում են, որ այդ ձայնագրությունները կեղծ են եւ fake, ես ի պատասխան ուզում եմ ասել, որ այս ամբողջ ակցիան ինքնին fake է, ծերից ծեր, որովհետեւ երբ բովանդակությանը որևէ արձագանք չկա եւ անուն ազգանունին հետևում է այդ ռեակցիան, դա նշանակում է, որ բովանդակություն չկա, հարգելի գործընկերներ, սա fake ակցիա է, ծերից ծեր, որովհետեւ եւ բովանդակության մեջ ես մտնում այս քննարկումների, իրենք այլ բան, քան ուրեմն սեղաններին թմկահարել չեն կարողանում։ Եվ վերջում, հարգելի գործընկերներ, ես մեր ընդդիմադիր գործընկերներին ընդհանրապես կոչ եմ անում ավելի պատրաստված մոտենալ այս ամբիոնին եւ ավելի պատասխանատու լինել թվեր եւ փաստեր ներկայացնելիս, որովհետեւ երեք պարոն Խաչատրյանը անհարմար դրության մեջ իրեն դրեց խոսելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի թվային դրսևորման մասին, այսօր Տիկին Քրիստիանե Վարդանյանը անհարմար դրության մեջ հայտնվեց, ուրեմն խոսելով սահմանադրության փոփոխությունների եւ վարչապետի հայտարարության մասին, ես խնդրում եմ ավելի պատրաստված եւ ավելի պատասխանատու մոտեցեք այստեղ եւ ձեր տնային աշխատանքը ավելի լավ կատարած։ Բայց խոսելով սահմանադրության փոփոխության մասին, վերջում ուզում եմ ասել հետեւյալը, հարգելի գործընկերներ։ Ըստ էության ինչ են ուզում մեզ ասել Հայաստան Դաշինքի մեր գործընկերները, ասելով, որ սա Ալիևի կամ Ալիևյան սահմանադրություն է։ Միտքը ըստ էության նույնն է, որ կա ժողովրդի թիկունքում մի դավադիր պայմանավորվածություն պայմանական Ադրբեջանի իշխանությունների հետ, որը մենք թույլ չենք տա, որպեսզի իրականանա։ Եվ այս ամբողջ խոսույթի մեջ մենք բաց ենք թողում բովանդակությունը, իսկ բովանդակությունը ի՞նչն է, հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ։ Բովանդակությունը, եւ որը իդեպ մեր ընդդիմադիր գործընկերները եւս չեն թաքցնում, հետեւյալում է, որ սահմանադրության մեջ չի լինելու հղում Հայաստանի անկախության մասին հռչակագրին։ Իսկ ինչ էր Հայաստանի հռչակագրում գրված նախաբանում։ Գրված է հետևյալը. հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Հարգելի գործընկերներ, մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու եւ սրանից հետո տեղի են ունեցել համապետական ընտրություններ եւ ժողովուրդը իրենց ընտրությունը կատարել է։
հարգեք եւ հաշվի նստեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրության հետ։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։